Բարև ձեզ։ Այսօր հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիկի Ստեփանյանի հետ քննարկելու ենք ներառական կրթության դրական եւ բացասական կողմերը հանրակրթական դպրոցներում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առաջին հարցը, որը կցանկանամ քննարկենք, ինչ մարտահրավերներ եւ առավելություններ ունի ներառական կրթությունը։ Շնորհակալություն հրավերի համար։ Շատ հետաքրքիր հարց է եւ արդիական, քանի որ կարող ենք ասել, որ ներառական կրթությունը արդեն իսկ 2001-2002 թվականից մուտք է գործել ինքը Հայաստանի Հանրապետություն եւ բավականին մեծ աշխատանքներ կան, բայց մինչեւ այժմ մարտահրավերները կան, քանի որ կրթական համակարգում, կրթական համակարգի բարեփոխումների հետ կապված, ինչպես նաև խնդրով երեխաների հետ առանձնահատկությունները, երեխաների հետ կապված առանձնահատկությունները համադրելը, համապատասխանեցնելը կրթական համակարգին ինքը բավականին դժվար է եւ մեծ աշխատանք եւ երկար ժամանակ է պահանջում։ Դրա համար մենք չենք կարող ասել, որ աշխատանքը իրականացված է եւ ավարտված է, քանի որ ինքը ներառական կրթությունը շարունակական է եւ աշխատանքը բավականին մեծ աշխատանքներ է պահանջում եւ երկարատև։ Ինչ խոսք ճիշտ եմ համարում նաեւ, որ խնդիր ունեցող, իհարկե մենք չենք ասում հիմա խնդիր ունեցող երեխաներ, այլ ասում ենք կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հանրակրթական դպրոցներում պետք է լինեն, բայց նաև բացական կողմերը այն է, որ նախ առաջ պայմանները համապատասխանեցված չեն, դասարաններում թվաքանակը երեխաները բավականին շատ են, ուսուցիչները չեն կարողանում համապատասխան մոտեցում ցուցաբերել, ոչ թե չեն կարողանում, այլ չեն հարմար չի այդքան մեծ թվականակով դասարաններում անհատական մոտեցում ցուցաբերել կրթական համապատասխան կարիքներ ունեցող երեխաներին։ Այստեղ այդ հարցն էլ ինձ շատ հետաքրքիր, այսինքն մանկավարժները, ինչն չէ նաև հոգեբանները, չունեն համապատասխան կրթություն։ Այսինքն հիմա մենք էլ անցնում ենք հատուկ հոգեբանություն, բայց տվյալ գիտելիքները բավարար չի երեխաների հետ աշխատելու համար։ Ու մենք իհարկե մագիստրատուրայում ընտրելու ենք, բայց օրինակ կարող ենք դպրոցում աշխատել նաև բակալավրի դիպլոմով կամ մանկավարժական հոգեբանության, չէ՞։ Ու այդտեղ այսինքն հատուկ հոգեբանության կրթություն չենք ունենում։ Ընդհանուր, եթե մենք վերցնենք, բուհը տալիս է ընդհանուր, այսպես բազա հոգեբանական, որի միջոցով ուսանողը կարող է մտնել օրինակ դպրոց աշխատել երեխաների հետ ընդհանրապես, բայց դպրոցներում, որքան գիտեք, արդեն այդ աշխատանքները, զուտ հոգեբանական աշխատանքներ, որ տարվում է դպրոցում, օրգանական խնդրով երեխաների հետ չի իրականացվում, դա իրականացվում է առավել շատ տմակներում։ Դա այդ իսկ պատճառով կարող է օրինակ բակալավր ավարտած ուսանողը աշխատել դպրոցում, բայց եթե ուզում է մասնագիտացում ստանալ, ինչ խոսք, կարող են արդեն մագիստրատուրայում ունենալ հատուկ հոգեբանի այդ որակավորումը, որտեղ որ կարող է օրինակ մագիստրոսը մտնել դպրոց եւ կամ տմակներ աշխատել եւ գնահատող եւ աջակցող մասնագետ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Բայց այն վերաբերում է ուսուցիչներին, մանկավարժներին, իրենք վերապատրաստումներ ունենում են։ Վերապատրաստում անցնում են, ինչպես կարող են աշխատել այդ երեխաների հետ։ Այստեղ ուղղակի ուսուցիչները չեն կարողանում այդ մեծ թվականակով երեխաների մեջ համապատասխան մոտեցում ցուցաբերել երեխաներին։ Սա է հարցը։ Եվ այսպիսի մի պահ կա, որ երբ որ ամեն դեպքում մենք համապատասխան մոտեցում, խիստ ուշադրություն ենք ցուցաբերում դասարանում երեխային, մենք երեխային թիրախավորում ենք։ Ըստ իս չի կարելի երեխային թիրախավորել, դրանով իսկ մենք ներառականությունը չենք ապահովում, այլ երեխային կարելի ասել բուլինգի ենք ենթարկում։ Համաձայն եմ, իսկ այստեղ նաև դեր ունի հասարակությունը։ Ձեր կարծիքով փոխվել է հասարակության վերաբերմունքը հիմա։ Այո, փոխվել է, իհարկե լիովին չի կարող փոխվել, որովհետև այստեղ
քարկոծում, քննադատություն շատ դեպքերում կարող են հնչել եւ նեյրոտիպիկ, այսինքն պայմանական առողջ երեխաների ծնողների կողմից, ինչպես նաեւ ուսուցիչների կողմից, որովհետեւ իրենք տեսնում են որոշակի բացեր, հա, այդ կրթական համակարգում, որ երեխան կարող է աղմկել եւ խանգարի մյուս երեխաներին, այսինքն այստեղ ուսուցումը, այդ կրթությունը ընդհատվում է, այս առումով այդ քննադատական այսպես մենք ձայնը լսում ենք եւ ծնողների եւ ուսուցիչների կողմից, բայց եթե համեմատենք մի շարք տարիներ առաջ, ապա իհարկե փոփոխությունները կան, վերաբերմունքը փոփոխված է եւ շատ շատերը ընդունում են, հա, որ կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մեր հասարակության լիիրավ անդամ են եւ կարող են լինել իրենք այն կրթական ոլորտում, որտեղ որ իրենք ցանկանում են սովորել։ Խոսեցինք նաև ծնողների մասին, որ կա քարկոծում եւ այլն երեխաների հետ կապված, ինչպես կարող է ծնողը հաղթահարել անհանգստությունը, չգիտեմ, շատ հետաքրքիր ու նուրբ հարց էր ինքը, այսինքն ծնողը, որ տանում է դպրոց իր երեխային, ով ունի կրթության առանձնահատուկ պայմաններ։ Ճիշտն ասած, այդ ծնողի հետ աշխատանքներ պիտի տարվի նաև մասնագետների կողմից, որովհետև մենք ճիշտն ասած ավելի շատ ֆիքսում ենք մեր ուշադրությունը դպրոցների վրա, այնինչ դա պիտի սկսել մանկապարտեզից։ Երբ որ երեխան գնում է մանկապարտեզ, դա կլինի նեյրոտիպիկ երեխա, թե կլինի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, իրենք պետք է հարմարվեն, ադապտացվեն տվյալ միջավայրին։ Նույնը նաև ծնողն է ադապտացվում։ Երկու դեպքում էլ ծնողները ադապտացիայի շրջան են անցնում, այսինքն ադապտացիան պիտի սկսել այդտեղից։ Հոգեբանները, մանկավարժները, հա, բոլորը պիտի աշխատեն այս ծնողների հետ արդեն իսկ կրթական հաստատության ներքո։ Աշխատանքը պիտի այնտեղ տարվի եւ էլի չթիրախավորելով, որ այս երեխան խնդիր ունի, այս մեկը խնդիր չունի եւ այլն։ Ըստ իս երեխաները, եթե անգամ խնդիր ունեն եւ ինչ խնդիր է եւ այլն, դա չպիտի դա արձագանք այսպես տարածվի եւ այլն, ոչ դպրոցում, ոչ մանկապարտեզում, ինքը պիտի կրի կոնֆիդենցիալ, հա, այսպես կոնֆիդենցիալությունը պիտի պահպանվի, թե երեխան, բոլոր երեխաներն էլ այս կամ այն չափով խնդիրներ ունեն եւ պետք չի իմանալ, թե որ երեխան ինչ խնդիր ունի, որով իսկ երբ որ մենք մանկապարտեզ կլինի թե դպրոց, որ երեխան ներառական այդ ծրագրի երեխա է, արդեն մենք արդեն թիրախավորում ենք, ադապտացիան չի ստացվում եւ ծնողը առավել եւս գիտակցում եւ զգում է, որ ինքը օտարված է արդեն իսկ այդ հասարակությունից, այդ սոցիումից։ Ինձ թվում է, որ պիտի հիմքը փնտրենք այստեղից, որպեսզի չգնա այն ներառական կրթության ծրագրի երեխա է կամ այս մեկը այսպեսին է եւ այլն։ Երեխաներ են, որոնք ընդհանուր կրթություն են ստանում այս կամ այն հաստատությունում։ Դրանով իսկ մենք կարող ենք ծնողի հետ արդեն իսկ ընդհանուր բոլոր ծնողների հետ միասին սեմինարների միջոցով, քննարկումների միջոցով, մեր երեխաների առանձնահատկությունների մասին խոսելով, այս ամեն ինչով կարող ենք ապահովել, որպեսզի բոլոր ծնողները զգան այդ ադապտացիան, իսկ ադապտացիան դա երկկողմանի, բազմակողմանի process է, դա մի ծնողով, մի երեխայով պայմանավորված։ Հատկապես այստեղ կարևոր է երեք կողմերի համագործակցությունը, ծնող, երեխա եւ հոգեբան, բայց պրակտիկայի ընթացքում հիմնականում ծնողները հրաժարվում են, այսինքն երբ որ դե հոգեբանը պետք է զգուշացնի, որ ցանկանում է երեխայի հետ աշխատել կամ ինչ-որ խնդիր կա եւ կցանկանա աշխատել, բայց ծնողները հրաժարվում են։ Հրաժարվում են դպրոցի հոգեբանի ծառայությունից, թե պրակտիկանտների ծառայությունից։ Չէ, դպրոցի հոգեբանի։ Այո, որովհետև այստեղ իրենք մտածում են, որ այդ կոնֆիդենցիալությունը չի պահպանվի եւ դասի ժամից կհանեն երեխային, կտանեն եւ երեխաները այլ ձևով են ընդունում, երբ որ իմանում են, որ դպրոցի հոգեբանը կարող է հանել երեխային։ Ըստ իս դպրոցի հոգեբանի գործառույթը ինքը խմբային աշխատանք պիտի իրականացնի, ոչ թե անհատական, որովհետև դպրոցը սովորում է կոլեկտիվ այդտեղ։
երեխաների կոլեկտիվ է սովորում եւ աշխատանքը պիտի լինի խմբի ներսում, դասարանի ներսում։ Որոշակի շտկումներ դասարանի ներսում պիտի արվի, եթե մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ եւ ոչ թե դասարանին ցանենք, տանենք երեխային աշխատենք։ Իսկ եթե ուզում են անհատական աշխատան, արդեն մենք ունենք տեղեր, որտեղ որ կարող են ստանալ երեխաները որոշակի ծառայություններ հոգեբանական։ Կան հետազոտություններ հասկանալու համար դրական թե բացասական են ազդում ներառական կրթությունում։ Հետազոտություններ կան, իհարկե, անգամ ես ինքս ունեմ, հա, նաև նմանատիպ հետազոտություն իմ տարիների աշխատանքի հետ կապված, հուսով եմ հոդվածը լույս կտեսնի, որ ներառական կրթությունը որոշակի այդ բաց թողումների արդյունքում մենք ունենում ենք բացասական, հա, քիչ առաջ նշեցի բացասական արդյունք, որ երեխան չի ադապտացվում իր իսկ հասակակիցների շրջանում, այլ կարող է նաև որոշակի վնասներ կրած դուրս գա կրթական համակարգից, հա։ Եվ դրականը նա է, որ ինքը կարողանում է, եթե պայմանները ստեղծվում են, բարեհաջող պայմաններ, ինքը կարողանում է ընկերներ ձեռք բերել, ադապտացվել, իրեն գտնել այդ միջավայրում, հա, նաև պայմանավորված է, թե ինչ խնդիր ունի երեխան։ Հետազոտություններ կան մի շարք, որ երեխաները սովորում են նույն հաստատության մեջ, բայց տարբեր դասարաններ կլինեն, տարբեր խմբեր կլինեն, պահանջները տարբեր կլինեն, բայց որպեսզի այդ ներառականությունը մենք ապահովենք, ադապտացիան ապահովենք, որոշակի դասաժամերին են իրենք միանում, այդտեղ եւ սկսում են սովորել միասին, որտեղ մենք սոցիալականացում ենք ապահովում։ Բայց երբ որ երեխան համապատասխան խնդրով չի կարողանում օրինակ երկար նստել տվյալ դասին եւ սկսում է ցուցաբերել դաշտային վարք, այդտեղ խախտվում է ամբողջ ուսումնական process-ը։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ ուսուցիչը ոչինչ չի կարող անել, որովհետև տվյալ երեխայի հետ չկա նստած համապատասխան նաև մասնագետ, որը կարող է վարքը կառավարել, հա, եւ այս դեպքում տուժում է եւ նեյրոտիպիկ երեխան, եւ կրթության առանձնատուկ պայմաններ ունեցող երեխան, ինչպես նաեւ ուսուցիչն է վատ զգացողություններով դուրս գալիս դասարանից, որ չկարողացավ process-ը կարգավորել։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը լինելու էր ինչ քայլեր են ենթադրում արտահրավերները հաղթահարելու համար, բայց արդեն պատասխանեցիք։ Շատ լավ, այսքանն էր, շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես նույնպես, որ հրավերքի համար, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել եւ համահունչ այսօրվա մարտահրավերներին Հայաստանյան կրթական համակարգի հետ։ Շնորհակալություն։